ժամից 3 նոր հասցե այս անգամ Շենգավիթ վարչական շրջանում։ Մեր ձևով շարժումն ընդլայնում է աշխարհագրությունը։ Ինչ լուծումներ կան իրենց բազմաթիվ խնդիրներին։ Տասնյակ հարցեր ունեն շենգավիթցիները շարժման համակիրները Նարեկ Կարապետյանին։ Բարև ձեզ, սիրելի շենգավիթցիներ, բարև Չարբախ։ Անվտանգ ու հայկական Արցախից մինչև ապահով ու բարեկեցիկ կյանք։ Կարապետյանը շենգավիթցիներին հիշեցնում է վերջին 8 տարում հնչած ու այդպես էլ թղթին մնացած կառավարության բազմաթիվ խոստումներ։ Ժամանակն է նրանց նոր խոստումներին չհավատալու։ Հիմա էլ խոստատալիս ասում է խաղություն ա լինելու։ Բան կար, որ խոստվեց ու արեց, Ժորժ ջան։ Մեզ պետք է մարդ, որ սովոր չի խաբելու։ Երկու անգամ շանսը տրվել է, Ժորժ ջան։ Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը պետք է երրորդ շանսը տա նույն մարդուն։ Գործարաններ կառուցելու, տնտեսությունը զարգացնելու, մարդկանց աշխատանքով ապահովելու փոխարեն Կարապետյանն ասում է ավելանում են վարկերը։ Ամեն տարի ավելի շատ։ Ամեն տարի մոտ բոլորի ընտանիքի վրա $2000 վարկ է վերցնում։ 1.7 միլիարդ դոլար վարկ է վերցրել։ Որպեսզի հասկանաք, ինչ կան այդ 1.7 միլիարդը, Հայաստանի անկախության առաջի 16 տարում 1.6 միլիարդ դոլար էր վարկը։ 300,000 նոր աշխատատեղի խոստումն է 4 երեխաների հայր Ազատ Գևորգյանին շարժման համակիր դարձրել։ Առողջական խնդիրներ ունի, չի աշխատում։ Հավատում է, երբ ժամանակը գա, այդ 300,000 աշխատատեղից մեկն էլ իրեն բաժին կհասնի։ Մեծ ակնկալիքներ ունեմ պարոն Կարապետյանի այս շարժումից, հուսով եմ մի բան կփոխվի, մենք էլ կկարողանանք աշխատել։ 70,000 թոշակից 40,000-ն ամեն ամիս դեղերի վրա է ծախսվում, ասում է թոշակառու Գուրգեն Շահբազյանը, որ ծանոթ է Հայաստանում դեղորայքն ավելի մատչելի դարձնելու մեր ձևովի խոստմանը։ Եթե ես 40,000 տալիս եմ դեղի, 30,000-ով ես ոնց ապրեմ։ Պետք է մեր երկրում փոփոխություն լինի անպայման։ Մեր գործարաններն աշխատեն, աշխատատեղեր բացվի։ Ամեն անգամ լսելով իրաց ծրագիրը, իմ մեջ դա դրական պատկերացումներ կա, որ պետք է որ լավ լինի։ Շենգավիթցիների հետ հարց ու պատասխանը Նարեկ Կարապետյանը շարունակում է կլոր սեղանի շուրջ։ Մարդկանց առաջարկներից էլ ծնվում են նոր գաղափարներ։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։